Ինչա։ Ասում եմ ոչ ժողովրդաբար եք համարում Ռուսաստանը։ Նայ ջան, ոչ կոռեկտ հարցերի չեմ պատասխանում։ Դա կոռեկտ հարց չէ։ Դուք արձանագրում եք, որ կոռեկտ հարց անկախ չէ։ լրատվամիջոցներ Ասում եմ կառավարական լրատվամիջոցներն էին հարցնում եւ կառավարական լրատվամիջոցները հայտարարություն էին անում եւ մեկնաբանություն էին անում։ Ես չգիտեմ նրանց ընդդիմադիր լրատվամիջոց կա, չկա, ինչ հայտարարություն արել, բայց հիմա դուք ինձ հարց եք տալի, որ ես շո գնահատական չեմ պատրաստվում։ Լավ, պարոն Սիմոնյան, VS-ի այցի հետ կապված այդ 9 միլիարդ դոլարի ներդրումը, որ 5 միլիարդը ասեցին առաջին փուլով է, 4-ը երկրորդ փուլով է լինելու, բայց հիմա ասում են թարգմանչական սխալ է եղել, Ամերիկան չի պատրաստվում այստեղ ներդրում անել, տարածում են VS-ի ուղի խոսքը, որտեղ բոլոր այն դեպքերում, երբ որ խոսքը գնում է մեր երկրի անվտանգության հետ կապված հարցերում, լինի դա մեծ ներդրում, աշխարհաքաղաքական գործընթաց, Աստված մի արասցե ինչ-որ գործողություն, որը զինվորական գործողություն է, հիմնվեք պետական, մի հիմնվեք մասնավորի, այլ պետական լրատվամիջոցների եւ պետական հայտարարությունների հիման վրա։ Մնացածը հեքիաթներ են։ Ատոմակայանից է ուզում հարցնել։ Երեք ստության ասվում էր, վարչապետն էր նաև ասել էր, որ ատոմակայանի հարցով դեռ որոշում հստակ չկա, պետք է դա շարունակել ուսումնասիրել տեսակետներ եւ այլն։ Բայց երեք կարծես թե ԱՄՆ փոխնախագահը ուղիղ ասաց, որ մոդուլային ատոմակայանների հարցով գործակցությունը շարունակելու պայմանավորվածություն կա։ Սա արդեն ընտրություն չէ։ Շոկ ջան, կրկին ոչ կոռեկտ եմ համարում խոսել մի բանից, որի ժամանակ ես ներկա չեմ եղել, վարչապետը վաղը չեմ հիշորը այստեղ հարցի պատասխանի է լինելու, եթե ընդդիմադիր գործիչները այդ հարցը կտան, թող տան վարչապետը արձագանքի, դուք հարցրեք, ես ճիշտ չեմ համարում խոսել գործադիրի, դա գործադիրի գործառույթն է եւ ես չեմ կարող խոսել մի բանից, որի քննարկման առնվազն չեմ մասնակցել։ Եվ մի րոպե էլի շոկի Հա, հանդիպել եմ։ Բայց շողիկին վերջացնենք։ Նաև երեք հայտարարեց ընտրություններին անդրադարձավ Հայաստանում եւ սա ես ուզում եմ ուղիղ մեջ բերել պարոն Սիմոնյան ասաց, որ կներեք մի վարքի։ Ինչեւ շողիկը գտնի այլ հարց տամ, պարոն Սիմոնյան, ձեր մասնակցությամբ VS-ին դիմավորման արարողությունը քննարկվեց նաև ասում են խորհրդարանի առաջնային մանդատ ունեցող կառույցի ղեկավարը ինչպես է դիմավորում գործադիր իշխանության։ Ոչինչ, որ ինքը սենատի ղեկավարն է, նաև։ Այդ մարդիկ գոնե կարան գրագետ լինեն։ Հիմա էլ գնում եմ ճանապարհում։ ԱՄՆ փոխնախագահը նաև սենատի ղեկավարն է։ Այսինքն ես սենատի ղեկավարով պետք է սենատի ղեկավարին դիմավորի։ Մենք սենատ չունենք։ Մեր պարլամենտ, այսինքն Մատվիենկոն Ռուսաստանի սենատի ղեկավարն է, Վենսը միևնույն ժամանակ հանդիսանում է սենատի ղեկավար, այսինքն անգրագետ մարդկանց Էթիկային պահ եք, պարոն Սիմոնյան, որով նաև կրթության, գիտության նախարարներ, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարարներ, բայց Երևան է գալիս որպես ողջունող մարդ, այսինքն ուզում հասկամ, այս 9 միլիարդի, չգիտեմ, անօթաչո թռչող սարքերի, խաղաղության, դրա կարևոր էր Ավինյանը, Ալենը ճիշտ արեցին, ավելի, ասենք, լուրջ եք համարում սա։ Ես պարոն Փաշինյանը չեմ։ Փաշինյանն ու Վենսը համաձայնություն են ձեռք բերել, որ կաթողիկոսի հետ չհանդիպի Վենսը, այս մասին ինչ կասեք, հանդիպում լինելու է այնուամենայնիվ վեհապարի հետ։ Ես չեմ կարծում, որ նման խոսակցությունը ընդհանրապես տեղ գտել, վստահ եմ, որ այդպես խոսակցություն չի եղել եւ ես գիտեմ, որ մի քանի ժամից պետքա գնամ օդանավական իրեն ճանապարհը։ Բայց արարողակարգի մաս չէ, վեհապարի հետ հանդիպել։ Նման չէ, ով է, ինչի մենք կրոնապետություն ենք։ Մի հատ անջատեք ձեր մեջ այդ կրոնապետություն գաղափարը։ Մենք կրոնապետություն։ Ուրեմն չի եղել նախկինում ազգային ժողովի նախագահ այսքան բան չէր, հասանելի չէր ձեզ։ Էլ ինչ նախկինից օրինակ։ Դե պետական արարողակարգով էր դա նախատեսված։ Հարգելին ես խնդրում եմ, պետական չի։ նախկինից եկեք չխոսանք։ Հետո էլ կասեք մտնում եք նախկինների մեջ, բերեմ նախկինից այսպես մի ցուցակ։ Գարնի ջան, դու ինչով ես հիմա զբաղված։ Քեզ թվում է դու կարող ես գնալ բաժակով տեն սուրճ խմելով, հերվից մի բան գորես, ջուր խմելով բղավես, ես քեզ տեղից գամ այդ քո հետաքրությունը սպասարկեմ, հարգալից եղիր, որ ես քո նկատմամբ հարգալից լինեմ։ Ոչ, փագեցինք խոսակցությունը, խնդրեմ։ Չէ, խնդրում եմ մի արձագանքի։ Գործընկերներիդ մոտեցի ականջներին կամած ասա։ Պարոն Սիմոնյան, նաև այդ ձևը աշխատել ուզում եմ հասկանալ։ հետախուզակ Ավարտվեց ասում։ Ավարտվեց ասում։